Անուն Հոր եւ Որդու եւ Որդու Սրբո ամեն։ Ես եմ հարությունը եւ կյանքը, ով հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի կապրի, իսկ ով ողջ է եւ հավատում է ինձ, երբեք չի մեռնի։ Հավատում ես իմ ասածին, ասում է Հիսուս։ Այո Տեր, պատասխանում է Մարթան, Ղազարոսի քույրը։ Հավատում եմ, որ դու ես Քրիստոս, Աստծու որդին, որ աշխարհ է իր գալու։ Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, այս երկխոսությունը կամ այս ճշմարտության հաստատումը, հարցադրումը եւ պատասխանը ուղղված է նաեւ յուրաքանչյուրիս, որ մեր Տերը հարությունն է անձնավորված կյանքն է եւ ով հավատում է նրան ընդունում է կյանք, հատկապես հավիտենական կյանք։ Եվ Տերը հարցնում է. հավատում ես? Այդ պահին, երբ ասում էր հավատում ես, Մարիամի, Մարթայի եղբայրը գերեզմանոցում էր գտնվում, արդեն 4 օրյա հանգուցյալ, եւ սկսվել էր նրա մարմնի փտումը։ Եվ Մարթան պատասխանում է. հավատում եմ Տեր, որ դու Քրիստոսն ես, Փրկիչը, Մեսիան։ Հավատում եմ, որ դու Աստծո որդին ես, որ աշխարհ ես եկել։ Այսինքն Աստծո որդին մարդ հեղացման ճանապարհով սուրբ ծննդյան դարձել է մարդու որդի։ Եվ Հիսուս Քրիստոսի անձի մեջ Աստված եւ մարդ միավորվել են, անշփոթ եւ անբաժանելի, որպեսզի մենք կյանք ունենանք։ Այսօր մենք հավաքվել ենք այս հոյակապ եկեղեցում տոներու սուրբ ծննդյան, այս ութորեքի մեջ ենք գտնվում, այս տոնը Սուրբ ծնունդ, որը կյանքի հաղթանակն է, ինչպես յուրաքանչյուր մանկան ծնունդ, որովհետև մեր կյանքը աչքի են գնում մահվան ծննդյան այս հերթականությամբ եւ հաջորդականությամբ։ Եվ ամեն անգամ, երբ մենք ծնունդ ենք ունենում, մեր կյանքը լցվում է ուրախությամբ, լցվում է հույսով, լցվում է ապրելու ցանկությամբ, լցվում է բարիքով, հեռանկար է մեր աչքի առջև բացվում։ Իսկ երբ տեղի ունենում սուրբ ծնունդը, որը եզակի ծնունդ է ամբողջ մարդկության պատմության մեջ, ինչու՞, որովհետև այս ծնունդը միայն պարզ զրոյից ծնունդ չէր, այլ Աստծո որդու մարդեղացումն էր։ Աստված մտնում է մեր իրականության մեջ, Աստված մտնում է մեր պայմանների մեջ, հավիտենական Աստված մտնում է ժամանակի մեջ, անսահման Աստված մտնում է սահմանի մեջ, փառավոր փառքի Աստված մտնում է մեր մարդկային թշվառության մեջ, մտնում է որպեսի բուժի մեզ, որ մեղքից վիրավոր ենք, որ մեղքով մահ կանացու ենք։ Դեռևս հին հույները, երբ մարդ էին ուզում ասել, բազմաթիվ բառեր ունեին, բայց նախընտրում էին թանատոս բառը, որ նշանակում էր հենց մահ կանացու։ Այսինքն ծննդյան մեջ արդեն մահվան իրականությունը կա։ Մենք երբ կյանք ենք ստանում մեր ծնողներից, ուր ենք գնում ի վերջո։ Գնում ենք այդ իրականություն, բայց արդյոք դա վերջին իրականությունն է։ Հիսուս ասում է ոչ, եւ ոչ միայն ասում է, այլ նաեւ իր կյանքի օրինակով է ցույց տալիս։ Հիսուս ոչ միայն ծնվում է, որպեսզի մեր փրկությունը իրականացնի, այլև անցնում է մեր կյանքի բոլոր հանգրվաններով, ապրում է մեզ նման, որպես մանուկ, ապրում է մեզ նման, որպես պատանի, ունենում է մանկան դեմ, պատանու դեմ, երբ գնում է Երուսաղեմ, չափահասի դեմ, երբ գնում է Հորդանան մկրտվելու,
երբ խաչն է բարձրանում, մեր մարդկային դեմք, բայց նաև կիսում է մեր մահվան իրականությունը, ինչու, որտեղ մենք մեռնում ենք։ Կյանքը մտնում է մահվան մեջ, որպեսզի մեզ կյանք պարգևի։ Եվ հետաքրքրական են մեր եկեղեցու հայրերը, որ այսօր Սուրբ Ծննդյան այս 8 օրեկի շրջանում դրել են ավետարան, որը մահվանն է վերաբերում։ Եվ իհարկե հարությանը, Սուրբ Ղազարի հարությանը։ Բայց Սուրբ Ղազարի հարությունը թող շփոթեցնի մեզ։ Հիսուս ընդամենը մեզ հասած ավանդությամբ արձանագրված ավետարաններում ընդամենը 3 այսպիսի գործողություն է կատարել, հրաշք է կատարել։ Իդեպ Հովհաննեսը հրաշք բառը չի էլ օգտագործում, ասում է սա նշան է, որպեսզի Աստծո փառքը երևա։ Բայց ինչու են մեր հայրերը դրել այս ավետարանը հիմա, այս շրջանում, ցույց տալու համար, որ մենք, եթե ծնվում ենք, նաև մեռնում ենք, բայց նաև մեզ սպասվում է հավիտենական կյանքի հեռանկարը։ Եվ սա Հիսուս իր կյանքով է անում։ Եվ Ղազարոսի հարության դրվագը նախապատկերն է, պատրաստությունն է իր մահվան եւ իր հարության։ Բայց կա նաև երկրորդ կողմը։ Ղազարոսի հարությունը արժանանում է Հիսուսի համար կյանքի գին։ Սա է դառնում վճռորոշ պահը, որ վերջապես իշխանությունները օրվա քաղաքական եւ հոգեվոր որոշում են, որ այլևս պիտի թույլ չտան Հիսուսի հաղթարշավ, այսպես ասած։ Որովհետև սա այնպիսի ցնցող հրաշք էր, որը հավաքելու էր մարդկանց, իր հետևից էր տանելու։ Եվ սա դառնում է այն ջրբաժանը, այն հանգրվանը, եւ վերջապես որոշվում է, որ Հիսուս պետք է մահվան մատնի։ Կարևոր չէ ինչ մեղադրանքով, ինչ դատական համակարգով, ինչպիսի կեղծիքով եւ ստով որպես հիմնավորում։ Կարևորը որ որոշումն է, պետք է մեռնի։ Հիսուս գիտեր սրա մասին, իհարկե գիտեր։ Մինչև Ղազարոսի տուն գնալը, երբ աշակերտներին ասում է, որ իմ բարեկամ, իմ սիրելի Ղազարոսը ննջել է եւ պիտի գնանք, աշակերտները հաց են տալիս իրեն։ Ասում են, մի որոշ ժամանակ առաջ հրյաները քեզ ուզում էին քարկոծեին, դու նորից ուզում ես գնալ այնտեղ, իսկ զգուշացնում են, որ այդ վտանգը կա։ Հիսուս ինչ է անում։ Կյանք տալու համար այդ վտանգից փախչում է, ոչ, խաչի ճանապարհը մտնելու համար այդ վտանգից խուսափում է, ոչ, որովհետև Աստծո կամքն է կատարում։ Ինքը գիտեր, որ խաչի ճանապարհ է մտնելու։ Խաչի ճանապարհ էր մտնելու այսպիսի մի նախապատկեր կամ նախադեպ ցույց տալով Ղազարոսի մահվան եւ հարության դրվագը, որպեսզի մենք կարողանանք հավատալ, որ կյանքն է, որ այսօրվա մեր իրականության մեջ հատկապես բուժում է, փրկում է, տանում է մեզ լավագույն ուրախալի հեռանկարի, բայց այդ կյանքը պետք է վճարել։ Ոչ մի հաղթանակ առանց զոհաբերության չի լինի։ Հիսուս ինքն է ասում, տալիս է սիրո բանաձևը, ամենամեծ սերը այն է, երբ մարդ իր կյանքը պատրաստ է տալ իր բարեկամի համար, իր ընկերոջ համար, իր սիրելիի համար։ Մենք սեր բառը շատ ենք օգտագործում, մեծավ մասամբ վերանացի, իզուր, անտեղի, եւ մեր կյանքում շատ քիչ է սիրո գործնական դրսևորումը։ Իդեպ պսակի, սուրբ պսակի խորհրդի ժամանակ է մեր հայրերը դրել մի շարական, որը վերաբերում է
մարտիրոսներին, որոնք հանուն հավատքի, հանուն սիրով իրենց կյանքը դրել են զոհասեղանին։ Ինչու ենք այդ ուրախ առիթով այդ շարականը մենք երգում։ Դա պատգամ է հատկապես ամուսնացողներին, որտեղ նշվում է, թե սիրո բարձրակետը որն է, միմյանց համար կյանք տալն է, եւ Հիսուս չի խուսափում այս ճանապարհից։ Եվ Ղազարոսի հարությունը առաջին հերթին իր փառքի հաստատագրումն էր։ Ինչու հենց այս հանգրվանի, որովհետև մեկ շաբաթ հետո Հիսուսին տեսնելու էին այլանդակված խաչի վրա։ Այստեղ տեսան Հիսուսին իր փառքի վրա, որ իշխանություն ունի մահվան վրա, որ կարողություն ունի արձակելու Ղազարոսի մեռած կապանքները, բայց կապանքները նաև մեղքի կապանքներ են։ Այդ քարը, որ դրված էր գերեզմանին, մեղքի քարն է, որովհետև մեղքն է, որ պատճառ է դառնում մահվան։ Եվ Հիսուս նաև քանդում է այդ մեղքը, մեզ էլ ցույց տալով, որ մեղքի քանդման հաղթահարման ճանապարհն է կյանքի ուղին։ Մեկս մյուսին սիրելու ճանապարհն է կյանքի ուղին։ Եվ այս Սուրբ Ծննդյան խորհրդի մեջ ամբողջանում է խորհուրդը, որ կյանքը պարգև է, այդ կյանքը պետք է ապրել պարգևի տրամաբանությամբ, պարգևի պատասխանատվությամբ, ապրել կյանք տալու տրամադրվածությամբ, որտեղ ի վերջո մեր կյանքի իմաստը որն է։ Կյանքը պարգև ենք ստացել մեր ծնողներից եւ Աստծուց։ Ինչու? Որպեսզի մենք էլ մեր հերթին կյանք տանք։ Կյանքը բարելավենք մեր իրականության մեջ, մեր շրջապատում, բայց միևնույն ժամանակ կանգնելու ենք մահվան իրականության առաջ եւ պատրաստ ենք պատասխանելու Հիսուսի հարցին, որ ասում է. հավատում ես իմ ասածին։ Այո, Տեր, հավատում ենք, բայց որպեսզի հավատանք, մենք պիտի խոստովանենք, որ Հիսուս ինչպես Մարթան է խոստովանում, Քրիստոսն է, այսինքն Փրկիչն է, եւ խոստովանենք, որ Աստծո որդին է, Աստված է, մինչև մենք չհասնենք Աստված ճանաչողության այս մակարդակին, չենք կարող նաև հավատալ, որ նա հարությունն ու կյանքն է։ Հավատը, ինչպես սերը, որ գործնական է, ևս վերացական հասկացություն չէ։ Հավատալ Աստծուն չի նշանակում միայն հաստատել, որ Աստված գոյություն ունի։ Հավատալ Աստծուն նշանակում է նաև ապավինել նրան, հույսը դնել նրա վրա եւ ամեն մի փոքր կամ մեծ դժվարությունից չապավինել ուրիշ երևույթների, որ հետո մեր կյանքում դառնում են կուրք։ Անցնել այդ դժվարությունների միջով, ինչպես մեր Տերը անցավ։ Այո, այդ դժվարությունը կարող է նաև խաչ արժենալ։ Շատ հաճախ մենք խաչի մասին թյուր պատկերացում ունենք։ Ինչու Հիսուս խաչվեց։ Տեսեք, սիրելի քույրեր եւ եղբայրներ, շատ հետաքրքիր երկու բևեռ կա մեր Տիրոջ կյանքում՝ ծնունդ եւ մահ։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ Հիսուս ծնվեց ամենախոնար պայմաններում, մսուրի մեջ։ Եվ եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ Հիսուս մահացավ, իր մահկանացուն կնքեց ամենադաժան մահը։ Ինչու՞։ Որպեսզի ընդգրկի ամբողջ մարդկությանը, որովից է մեկը դուրս չլինի այս փրկagorցության միջից։ Բայց խաչը միայն դա չէ։ Խաչը ծնվում է այն ժամանակ, երբ որ սերը բախվում է ատելությանը, երբ որ արդարությունը բախվում է անարդարությանը, եւ երբ որ ճշմարտությունը բախվում է կեղծիքին, արդյունքում ծնվում է խաչը։ Հիսուս անձնավորված սերն է, անձնավորված արդարությունն է եւ անձնավորված ճշմարտությունը, ինչպես ինքն է ասում։ Եվ Հիսուս չէր կարող չխաչվել, որովհետեւ մարդկության մեջ բոլոր ժամանակներում օբյեկտիվ իրականություն է մեր իսկ մեղքի հետևանքով ատելության, կեղծիքի եւ անարդարության իրապետումը։ Եվ եթե այս իրավիճակում, այս պայմաններում մեկը ուզում է իրապես Հիսուսին հետևի, հետևապես ապրել սիրո, ճշմարտության
Եվ արդարության կյանք ինքը չի կարող չբախվել հակառակ իրականության, ինչից եւ ծնվում է խաչը։ Մեր ներդրությունը, որովհետեւ խաչողներն են մեր կյանքում, ապրողները, ապրում։ Ուրեմն այսօր իմ կյանքում, ինչպես մեր Տիրոջ այս դրվագում է ասվում, զգուշացում կա։ Գնում ես, որ քարկոծվես, իմ առջև դրվեց այդ ընտրությունը։ Դուք գիտեք, որ ես երկար տարիներ որպես վարդապետ, որպես համեստ վարդապետ, փորձել եմ իմ գիտելիքների չափով քարոզել, բացատրել ճիշտ, սխալ, մարդկանց փոխանցել խաղաղություն, հանգստություն, բացել մարդկանց միտքը, բայց առաջին հերթին իմ միտքը, իմ հոգին սնուցել, իմ սիրտը սնուցել։ Եվ շատ եմ խոսել խաչի մասին, շատ եմ խոսել փորձությունների մասին, շատ եմ խոսել հալածանքների մասին, մեր Տիրոջ օրինակով ցույց տալով։ Ես երբ կանգնեցի այս ընտրության առաջ, ես հասկացա, որ իմ կյանքում հերթական դժվար ուղին է սպասվում։ Ես 15 տարի մեր հանրապետության քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել։ Լավ թե վատ, այս դժվար ծառայության ուղի է եղել։ Երբ այս խոթորկուն շրջանում մեր եկեղեցու կյանքում, երբ պառակտված է մեր եկեղեցին, ներսից դրվեց այս ընտրությունը մեր սիրելի Վեհափառ Հայրապետի կողմից եւ նաեւ թեմի քահանայած դասի մեծամասնության կողմից։ Ինձ մնում էր ընտրել։ Ես չէի կարող չընտրել, այո չասել, որովհետեւ այլապես իմ 7-ամյա կամ 10-ամյա վարդապետական քարոզչական գործունեությունը կզրոյացվեր ուղղակի։ Եվ ես որոշեցի հույսս դնելով Աստծու վրա, ձեզ վրա սիրելի հավատացյալներ, մեր թեմի քահանաների վրա, Աստծու օգնականությամբ գալ Մասյացօգնի թեմ ծառայելու, հոգևոր եկեղեցական գործունեություն ծավալելու, առանց ինտրիգների եւ առանց մարդկային գերակշռող հատկությունների, որն է պառակտումը, ատելությունը, բանսարկությունը եւ այլն։ Սիրելիներ, եկել եմ ծառայել եւ ակնկալում եմ ձեր աղոթքը, անկեղծ աղոթքը եւ հավատ ունեմ, որ Տերը կօգնի, ինչ էլ լինի, ես կհնազանդվեմ իր կամքի առջև։ Քրիստոս ծնավ եւ հայտնեց։ Մեզ